Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ամեն բան սկսվում է Աստծու խոսքից։ Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Սուրբ Ծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը։ Առաջիկա 7 օրերին մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ այն գործիքներով, որոնք կօգնեն քեզ քո հոգևոր աճի ու հավատքի կյանքում ամրանալու և պտղաբեր դառնալու հարցում։ Սիրելի՛ բարեկամ, առաջին նվերը կոչվում է Աստվածաշնչի ընթերցանության օգնություն։ Այսօր քո ուշադրությունը ուզում եմ սևեռել մի քանի կարևորագույն փաստերի վրա, որոնք գրված են հետևյալ աստվածաշնչյան խոսքերում։ «Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց» «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր, և Խոսքը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք Նրա փառքը, փառք, որ Հորից ունի միածինը, լի շնորհով ու ճշմարտությամբ» Աստված մարմնով հայտնվեց։ Խոսքը մարմին հագավ ու բնակվեց մեր մեջ՝ Միածինը, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Ինչպիսի՜ զորավոր ճշմարտություններ, որոնք կարող են մեծագույն օրհնություններ դառնալ հե՛նց քեզ համար, եթե վերցնես դրանցում պարփակված խորհուրդները։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել գործնականում։ Ճշմարտությունն այն է, որ Աստված այնքան է սիրում յուրաքանչյուր մարդու, որ Տեր Հիսուսի թողած ժառանգությունը ամփոփել է Իր Հոգով գրված մի սքանչելի ու գերբնական գրքի մեջ, որը կոչվում է Աստվածաշունչ։ 2 Տիմոթեոս 3:16-17 խոսքերում գրված է. «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի»։ Այս հրաշալի գրքի ընթերցանությունը փոխել է իմ կյանքը, իմ շրջապատից բազմաթիվ մարդկանց կյանքեր և դարերի ընթացքում միլիարդավոր մարդկանց կյանքերը։ Աստծու Խոսքը բժշկարար ու փրկության առաջնորդող զորություն ունի։ Այն վերականգնել է բազմաթիվ փլուզված հարաբերություններ, կործանման շեմին հասած ընտանիքներ, ազատագրել մարդկանց մեղքի ու տարբեր կապանքների գերությունից, վախերի ու տագնապների մտքերից և բազմաթիվ այլ բարիքների աղբյուր դարձել Աստծու օգնության կարիքն ունեցող շատ մարդկանց կյանքերում։ Սակայն շատերը չեն կարողանում կյանքի ու հոգևոր գիտելիքի աղբյուր Աստվածաշունչը կանոնավոր կերպով ընթերցել՝ պատճառաբանելով, թե շատ հատվածներ անհասկանալի են և բարդ՝ չպատրաստված մարդու ընկալման համար։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հենց այդ պատճառով էլ ուզում եմ քեզ հետ կիսվել Սուրբ Ծննդյան մեր առաջին նվերով, որը կոչվում է Աստվածաշնչի ընթերցանության օգնություն։ Մենք հատուկ բացատրական դասեր ենք պատրաստել Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի վերաբերյալ։ Դու կարող ես նախ լսել բացատրական դասը, հասկանալ տվյալ գրքի գրվելու միջավայրը, մարդկանց մշակույթն ու տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկությունները, ինչպես նաև կարող ես ծանոթանալ բարդ հատվածների մեկնաբանությանն ու այն բոլոր հոգևոր դասերին, որոնք կարող են օգտակար լինել քո հոգևոր աճի ու ամրացման հարցում։ Աստված մարմին հագավ ու բնակվեց մեր մեջ, որպեսզի մենք ճանաչենք ճշմարտությունը և ապրենք ազատության մեջ։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը կփոխի քո կյանքն ու կառաջնորդի քեզ իրական ազատության մեջ ապրելու օրհնյալ ընթացքի մեջ։ Իսկ Աստվածաշնչի ընթերցանության օգնությունը կարող ես ընդունել՝ մուտք գործելով echmiadzin.am կայք և ընթերցել բաժնում ընտրելով Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր ենթաբաժինը։ Ընտրիր այն հատվածն Աստվածաշնչից, որն ուզում ես ընթերցել, և բացված էջում կարող ես գտնել 3 կոճակ՝ Հանձնարարություն, Բացատրական դաս և Ընթերցանություն։ Լսի՛ր հանձնարարությունը, որը մոտ 1 րոպեանոց տեսանյութ է, հետո դիտի՛ր հատվածի բացատրական դասը և անցի՛ր Սուրբ Գրքի տվյալ հատվածի ընթերցանությանը։ Հավատում եմ, որ եթե Աստվածաշնչի ընթերցանությունը դարձնես քո կյանքի ամենօրյա, կանոնավոր ու կարգապահ կերպով իրականացվող առաջնահերթություններից մեկը, ապա շուտով քո կյանքում տեսնելու ես Տեր Աստծու գերբնական ձեռքով կատարած զորավոր հրաշքները։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս
Սիրով և աղոթքով Արման Մանուկյան։